Բարի լույս սիրելիներս, այսօր էլ խոսենք տղամարդկանց մասին։ Նույնպես եւ տղամարդիկ թող իմաստությամբ ապրեն իրենց կանանց հետ, հարգեն նրանց իբրև դյուրաբեկ անոթի, իբրև կյանքի շնորհի ժառանգակիցների, որպիսի ձեր աղոթքներին արգել եղող բաներ չլինեն։ Սիրելիներս, իմաստությամբ ապրել նշանակում է թե հոգեվոր, թե նյութական բոլոր պետքերը հոգալ, որովհետև տղամարդը կոչված է այդ հոգատարությամբ ապահովել կնոջ երջանկությունը։ Նաև Պողոս Արաքյալն ասում, տղամարդիկ դուք էլ սիրեք ձեր կանանց այնպես, ինչպես ինքներդ ձեզ եք սիրում։ Այն տղամարդ, ով իր կնոջը չի սիրում, ուրեմն ինքն իրեն էլ չի սիրում։ Դրա համար դու պարտավորվածություն ունես հոգ տանել թե նյութական, թե հոգեվոր պետքերը, որպեսզի կինը երջանիկ եւ ուրախ լինի։ Եվ ասում է հարգեք նրանց, որովհետև նրանք դյուրաբեկ անոթներ են։ Հակառակ նրան, որ կինը թույլ է, տկար է իր բնությամբ, բայց ավելի դիմացկուն է, քան տղամարդիկ։ Դրա համար նաև Պողոս Արաքյալը նորից ասում է. ձեր կանանց սիրեք եւ երբեք նրանց մի դառնացրեք։ Հնում ինչ էր տեղի ունենում։ Այն մտածումը կար, որ կանայք չպետք է փրկվեն, իրենք անպետք են եւ իրենք երկնքի արքայության մեջ տեղ չունեն։ Հիսուս եկավ ասելու, որ բոլորը հրավիրված են փրկվելու առանց խտրականության։ Կինն էլ կարող է փրկվել։ Եվ ինչ ասում այստեղ Պետրոս Արաքյալը, շնորհի ժառանգակիցներ են։ Ինչու՞։ Որովհետև այն տղամարդը, ով իր կնոջը նեղացնում է, ցավ է պատճառում, նրա վրա ձեռք է բարձրացնում, դավաճանում է կամ այլ մեղքերի մեջ է հայտնվում, նրա աղոթները երբեք լսելի չեն։ Ինչու՞։ Որովհետև եթե դու քո նման չես կարող ուղիղ խոսել, դու չես կարող Աստծո հետ երբևէ հարաբերություն հաստատել, որովհետև այս միջոցով նաև արգելք են դառնում, որպեսզի քո աղոթքները երբևէ երկինք չբարձրանան։ Եվ որպեսզի դու կարողանաս այդ խաղաղության մեջ վերջապես Տերը քեզ լսի, ուրեմն յուրաքանչյուր տղամարդ պարտավոր է կնոջը սիրել։ Ինչ ասում Պողոս Արաքյալը, ուզում է որ տղամարդիկ էլ աղոթեն իրենց ձեռքերը վեր բարձրացնելով առանց բարկության եւ երկմտության։ Ուրեմն շատ կարեւոր է տղամարդու աղոթքը, որpիսի այդ աղոթքը մաքուր ու սրտանց լինի, նրա ձեռքերն էլ մաքուր լինեն առանց բարկության, երկմտության, Տեր այդպիսի աղոթք է պահանջում մեզանից, որpիսի մենք իբրև այր, որ կոչված ենք հոգ տանելու մեր կնոջ մեր ընտանիքին, այդ սրբությամբ կարողանանք ապրել։ Ինչքան որ կնոջ խոնարհությունն է կարևոր ընտանիքի խաղաղության հաստատման համար, այնքան էլ շատ կարևոր եւ անհրաժեշտ ու գլխավորն է տղամարդու հոգատարությունը, թե նյութական, թե հոգեվոր պետքերը հոգալու համար, որովհետեւ առանց այդ հոգատարության կքանդվի։ Տղամարդը կոչված է իմաստությամբ վարելու իր թագավորությունը։ Եթե թագավորը տկար է, իմաստություն չունի, հոգեվոր աճ եւ դաստիարակություն չունի, այդ թագավորությունը շատ շուտ պիտի քանդվի։ Ուրեմն այդպիսի մեծ առաքելության է կոչված տղամարդը ոչ միայն տեր լինելու, այլև պաշտպանելու, հոգ տանելու, խնամելու, որպեսզի կին իբրև դյուրաբեկ անոթ կարողանա իր ուժեղ դիմացկունությամբ պահպանել ընտանիքի հիմքերը, որ դրված է ամուսնության միջոցով։